ընտրություն այն միակ ձևն է, որով ժողովուրդը որոշում է, թե որ ծառայողները պետք է իրացնեն իշխանությունը։ Այն ինչին, որ մենք ականատես ենք եղել մայիս, հունիս ամիսներին, դրանից առաջ ամեն ինչի հետ կապ ունի, բացի ընտրության։ Ընտրական գործընթացի բոլոր փուլերում առանց բացառության տեղի են ունեցել այնպիսի համակարգային, կազմակերպված, պարբերական եւ էական խախտումներ, որոնք թույլ չեն տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրականացնել իր իշխանությունը։ Սամվել Կարապետյանը, որը առանցքային ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի առաջնորդն էր եւ դա պարզ դարձավ նաեւ ընտրությունների արդյունքում, ամբողջ նախընտրական շրջանում զրկված է եղել իր քաղաքացիների ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից, ապօրինի տնային կալանքի պատճառով։ Դեռ նախընտրական քարոզչությունը չսկսած, կազմակերպված օրը 1, 2, 3 դեպքերով պարբերական գրոհներ ուժեղ Հայաստանի գրասենյակների վրա, այդ գրոհները ավարտվել են ձերբակալություններով, համակարգչային տեխնիկայի առգրավումով, խուզարկություններով, հետապնդումներով, դրանք կրել են կանոնավոր բնույթ, իբր թե խախտումներ են հայտնաբերում։ Քանի դեռ իրենք էին իշխանության ընդդիմություն, ասում էին, որ ընտրախախտումներ անողը իշխանություններն են։ Հիմա իրանք դարել են իշխանություն, ասում են ընտրախախտումներ անողները ընդդիմությունն է։ Ընդդիմությունը ոնց կարա ընտրախախտում ան, ընտրախախտումը անում է, եթե պիտի անի իշխանությունը։ Իրանք իշխանության ղեկին բոլոր հնարավոր ընտրախախտումները անում են, զորով գնում են, ուզում են ընդդիմության շարքերում ընտրախախտումներ անողներ ձեռք բերեն։ Սկզբից ամբողջ հարվածը միայն ուժեղ Հայաստանի վրա է։ Հետո երբ Հայաստան դաշինքը նաև ակտիվացրեց իր քարոզարշավը, թիրախավորվեցին նաև Հայաստան դաշինքը։ Հետո երբ լսեց, որ պիտի Որցառույցի հետ հանդիպի, սկսեցին թիրախավորել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ։ Հələ նայեք այդ բաների հետ ժամանակագրությունը, հայտարարություն իրենց գործողություններ, հայտարարություն իրենց գործողություններ։ Անհաշվելի քանակով պատգամավորի տեխնացուներ են ձերբակալվել։ Պատգամավորի տեխնացուներն ունեն անձեռնմխելիության իրավունք։ Չի եղել մի դեպք, որ դատախազությունը միջնորդություն ներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ իրենք պաշտպանեն պատգամավորի տեխնացուին, ասեն, այս պահին քրեական հետապնդում մի արեք, ընտրությունը կպրծի, հետո կանեք։ Թույլ տվեք, թե այդ մարդիկ գնան իրենց քարոզարշավ անեն։ Նման դեպք չի եղել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժի դատախազություն։ Անհաշիվ ձերբակալված պատգամավորի տեխնացուներ ու հատկապես այս 3 ընդդիմադիր քաղաքական ուժերի։ Ինչ, խո մենք միամիտ չենք, խո մենք երեխա չենք, խո մենք հիմար չենք։ Այս ամեն ինչը մենք շատ լավ տեսնում ու շատ լավ հասկանում ենք։ Եկել է ասել է քվեարկության օրը, տեսեք ինչքան ընտրախախտումներ։ Տեղամաս չկա, որ բացես, ընդ քվեարկության արդյունքները համապատասխանի առանց շատ ճիշտ մասնավոր դեպքեր են։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը դասընթացներ էի կազմակերպում, որակավորում էի անում, սերտիֆիկատ, բայց ինչի համար էր։ Ասում են ընտրությունների օրը ինտերնետը խափանվել է, թվերը սխալ են եղել, 12 միլիոն եվրո Եվրոպական միությունից փող էինք ստացել դրա էլեկտրոնային համակարգեր ներդնելու համար, բայց ինչի է ծառայ, այսինքն ինչ է ցույց տալի կյանքը։ Այս մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողացել կազմակերպել այնպիսի գործընթաց, որը կոչվում է ընտրություն։ Դե որտե՞ղ պիտի կազմակերպի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ սաղ կյանքում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնական։ Նա եղել է թերթի խմբագիր, թերթի խմբագրության լրագրող, նա եղել է ազգային ժողովի պատգամավոր, նա եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական, նա եղել է վարչապետ, սա եղել է պատգամավոր, ինքն իրան ընտրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Ու այս ամեն ինչից հետո չեն կարողացել կազմակերպել։ Եվ մենք ունենք շատ տրամաբանական պահանջ, նայեք, բերեկայի մեր գործընկերներն են խոսում։ Նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները ամփոփում է օնլայն նայում ենք։ Գալիս է մեկ էլ մի բան, ընդամենը 10%-ն են ամփոփել, Փաշինյանն ասում է, ես ընտրվել եմ, շնորհավոր եք։ Դադարեցնում են օնլայն տվյալների հրապարակումը այդ պահից։ Առավոտից սկսում են շարունակել իր ուզած թվերը ասելով, իրենք են հայտարարել, որ ԲՀԿ-ն 4%-ի շեմը հաղթահարում է։
Հետո նստում հաշվարկ են անում, ասում են, եթե ԲՀԿ-ն անցնում է, մանդատները ոնց է բաշխում, իրանք 3-5-րդը կորստում են, մանդատները քիչ է ստանում, չէ, չի անցնում ԲՀԿ-ն, 3996 է, վերահաշվարկ են անում, տեսնում են, որ չեղասպա լավ, ուրեմն այս տեղամասի արդյունքները չեղարկում են, օրենքները հստակ ասում է, եթե տեղամասի արդյունքները ազդում ընդհանուր ընտրության արդյունքների վրա, վերաքվեարկությունը պարտադիր իմպերատիվ պահանջ է, դատարանել այդ իրավորոշումով ասել։ Այսինքն այստեղ օրենք ամեն ինչ դրել են մի կողմ, ակնհայտ շտամբու պահանջներով ուզում են ժողովրդից խլեն մեր իշխանությունը, ժողովրդի իշխանությունը, եւ դրա համար էլ ուժեղ Հայաստանի դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերաբերում է ոչ միայն վերահաշվարկին այն տեղամասերում, որտեղ պետք է դա իրականացվի, այլ ամբողջ Հայաստանում ընտրություն չի եղել, Հայաստանում պետք է նոր ընտրություն։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփելով խոսքս մի տեղեկություն եմ ուզում ձեզ ասել։ Հիշում եք մեզ ասում էին, սուտ է չափազանցված այդ տեղեկությունները, որ Հայաստան են գալու 300,000 ադրբեջանցիների, քաղաքական շահարկումները ժողովրդին են վախեցնում։ Այսօր Հայաստանը ժամանե Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևը Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո սա առաջին պաշտոնական պատվիրակության այցելությունն է Հայաստան։ Առաջի արտասահմանցին, որ ընտրություններից հետո պաշտոնյա, որ եկել է Հայաստան, դա Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևն է, որը այս պահին գտնվում է Դիլիջանում։ Իսկ ինչ եք կարծում, նա Նիկոլ Փաշինյանի ասած տուրիստներից, հա? Տուրիստ է եկել Դիլիջան, հանգստի է եկել, ես չեմ կարծում, որ նա հանգստի է եկել որպես տուրիստ, նա եկել է կոնկրետ խնդիրներ քննարկելու։ Իսկ Հիկմետ Հաջիև այն պաշտոնյանը, որը ոչ մի քայլ չի կարող անել առանց Ադրբեջանի նախագահի համաձայնության եւ հանձնարարության։ Իլհամ Ալիևը իր առաջի պատվիրակին արդեն գործուղել է Հայաստան, Հայաստանը թրքացնելու եւ այս տարածքի վրա Արևմտյան Ադրբեջանի հանրապետություն ստեղծելու համար։ Եվ դրանց համար անհրաժեշտ այսօր գողանալ եւ զավթել մեր ժողովրդի իշխանությունը։ Հայրենիքի գողերը շարունակում են մնալ որպես իշխանության գողեր եւ հայ ժողովուրդը դա ոչ մի պարագայում չպետք է թույլ տա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։